Ըստ խնդրի, երբ երկնիշ թվի թվանշաններից մեկը ջնջեցին, այն 15 անգամ փոքրացավ։ Պետք է գտնենք, թե քանի այդպիսի երկնիշ թիվ կա։ Պայմանից պարզ է դառնում, որ մեզ անհրաժեշտ երկնիշ թվերը պարտադիր պետք է լինեն 15-ի վրա բաժանվող երկնիշ թվեր։ Դրա համար եկեք դիտարկենք բոլոր այն երկնիշ թվերը, որոնք բաժանվում են 15-ի։ Առաջին այդպիսի թիվը 1 անգամ 15-ը, հենց 15-ը, այնուհետև հաջորդը 2 անգամ 15-ը, նույն ինքը 30-ը, մյուսը 3 անգամ 15-ը, 45-ը, այնուհետև 4 անգամ 15-ը, 60-ը, 5 անգամ 15-ը, 75-ը եւ վերջինը 6 անգամ 15-ը, 90-ը, քանի որ 7 անգամ 15-ը արդեն երկնիշ չի լինի։ Հիմա նայենք, թե այս թվերից որոնք են բավարարում պայմանին։ Սկսենք 15-ից։ Որպեսզի թվի թվանշաններից մեկը ջնջելուց հետո թիվը փոքրանա 15 անգամ, անհրաժեշտ է, որ թվանշաններից մեկը ջնջելուց հետո մնա 1։ Հետևաբար պետք է ջնջենք 5-ը։ Այս թիվը բավարարում է պայմանին։ Այնուհետև, որպեսզի 30-ը բավարարի պայմանին, անհրաժեշտ է, որ նրա թվանշաններից մեկը ջնջելուց հետո թիվը փոքրանա 15 անգամ, այսինքն մնա 2։ Սակայն 30-ի մեջ 2 թվանշան չունենք, հետևաբար այն չի բավարարում պայմանին։ Նույն կերպ նաև 45-ի համար անհրաժեշտ է, որ թվանշաններից մեկը ջնջելուց հետո մնա 3, սակայն 45-ի մեջ 3 թվանշանը չունենք, այն եւս չի բավարարում պայմանին։ Կրկին նույն պատճառով 60-ը եւս չի բավարարում պայմանին, իսկ այ արդեն 75-ի համար, որպեսզի թվանշաններից մեկը ջնջելուց հետո մնա 5, պետք է ջնջենք 7 թվանշանը։ Այն բավարարում է պայմանին։ 90-ը չի բավարարում։ Հետևաբար ստանում ենք ընդամենը 2 երկնիշ թիվ, որոնք բավարարում են պայմանին։